Ողջույն սիրելիներ, բարի գալուստ իմ ալիք։ Այսօր մենք կզրուցենք մի շատ կարևոր թեմայի շուրջ։ Այս ողջ ոյաժի ընթացքում կխոսենք մի կարևոր թեմայի մասին՝ հայ-ֆրանսիական իրականության լավ թե վատ կողմերի մասին։ Նրանք, ովքեր նոր են միացել իմ ալիքին, միգուցե չգիտեն, որ ես ապրում եմ Ֆրանսիայում, արդեն հասցրել եմ ուսումնասիրել ֆրանսիական մենտալիտետը եւ նաեւ համեմատել հայկականի հետ։ Եվ առաջի բանը, որ ես նկատել եմ ֆրանսիացիների մոտ, դա լավ ու վատը անելը չէ, նրանք ուղղակի համեմատում են, ինչը կանենք նաև մենք միասին այսօր։ Եվ այսպես, սկսենք հասարակության միավորից, ընտանիքից։ Ես կասեմ իմ տեսակետը, ինչը որ դիտարկել եմ ու կհամեմատենք հայկականի հետ։ Միգուցե արդեն Հայաստանում շատ բան է փոխվել, բայց մենք միջին վիճակագրականը կվերցնենք առանց բացառությունների։ Իսկ դուք պատրաստ եք, դե գնացինք։ Ուրեմն առաջի համեմատությունը դա ընտանիքն է, գիտենք, որ ընտանիքը ամենակարևոր կառույցն է համարվում մարդկության եւ հանդիսանում է հասարակության միավորը։ Մենք այդպես ենք ստեղծված, որ պետք է ընտանիքներ կազմենք, ապրենք խմբերով, բայց Ֆրանսիայում նկատել եմ, որ միայնակ ապրող մարդիկ շատ կան, կին թե տղամարդ սեռը դա կապ չունի։ Հայաստանում մեծամասամբ ապրում են ընտանիքներով, նույնիսկ մի տան մեջ մի քանի ընտանիքներով։ Օրինակ, երկու եղբայրներով, իրենց ընտանիքներով կամ քույրը իր ընտանիքով, ինչպես նաև ծնողները, չէ՞ որ դա էլ է համարվում ընտանիք միություն երկու զույգերի միջև։ Այստեղ բոլոր զավակները լքում են հայրական տունը, ծնողներն ու զավակները բոլորը ապրում են առանձին։ Հիմա կասեք Հայաստանում էլ է դա արդեն այդպես, բայց մենք խոսում ենք ընդհանուր գերակշռող մասի մասին։ Երկրորդ համեմատությունը դա այն է, որ Ֆրանսիայում ուշ են ամուսնանում, մոտ 30 տարեկանից հետո, իսկ Հայաստանում մինչ 30 տարեկանը։ Երրորդ համեմատությունը երեխաներին ուշ են ունենում համատեղ կյանքի ընթացքում, իսկ Հայաստանում հենց սկզբում։ Չորրորդը դա ամուսնության զաքսավորման հարցում համընկնում է արդեն հայկականն ու ֆրանսիականը իրար հետ։ Մեծ մասամբ զաքսավորում են մեծամասամբ երեխաներ ունենալուց հետո, քանի որ ամուսնալուծությունը Ֆրանսիայում շատ թանկարժ է, տևում է մոտ մի 5 տարի եւ մոտ 5000 եվրոյի արժողության սահմաններում, փաստաբաններ, դատարաններ եւ այլն, դրա համար չեն շտապում որոշ զույգեր շուտ զաքսավորվել, ինչպես նաև գիտեմ, դա երևույթ է Հայաստանում նույնպես մի տգեղ երևույթ է։ Ես իմ տեսակետով կարող եմ ասել, որ եթե զույգը որոշել է ամուսնանալ, հենց սկզբից պետք է օրինականացնի, իսկ մինչ այդ լավ իրար ճանաչելու համար գոյություն ունի դարպասումի շրջան, այսինքն ծանոթություն, խոսքավ, նշանադրություն եւ այդ ընթացքում փորձեն իրար հասկանալ, լավ ճանաչել եւ այլն, դա պարտադիր չի լինի ամիսներ, կարող է լինել տարիներ եւ այլն։ Եվ անդրադառնանք 5-րդ կետին, եթե զույգերի մոտ ի հայտ է գալիս մի շարք անհամաձայնություններ, Ֆրանսիայում անմիջապես բաժանվում են ֆրանսիացիները։ Կապ չունի համատեղ երեխաներ ունեն թե ոչ։ Հանուն երեխաների կամ ընդհանուր շահերի չեն հանդուրժում միմյանց ներկայությունը։ Իսկ եթե կան երեխաներ նախորդ ամուսնությունից, բայց զույգերը գտնում են, որ համապատասխանում են միմյանց, երեխաները առանց որևիցե խոչընդոտների դառնում են ընդհանուր, կապ չունի կնոջ թե տղամարդու երեխաներն են։ Ֆրանսիայում միայնակ հայրեր էլ շատ կան եւ կան ընտանիքներ, հաճախ եմ հանդիպել, որ երկու զույգերի տարբեր նախորդ ընտանիքներից երեխաները ապրում են համատեղ։ Օրինակ մեր հարևանուհին մի այլ դեպք է, ֆրանսուհի է, իտալական արմատներով, 3 տղամարդուց ունի տարբեր ծագումի երեխաներ, այդ թվում նաև սևամորթ, եւ տարբեր հայրերը գալիս են իրենց երեխաներին ժամանակ տանում են, մի որոշ ժամանակ պահում են, բերում են, հետ են վերադարձնում, իսկ այս վերջին հայրը, ընդհանուր հայրը բոլորի հետ համատեղ ապրում է։ Կարող է լինել նաև դեպք, որ հայրն էլ իր հերթին իր երեխաներին վերած լինի նոր ընտանիք եւ այսպես շարունակ։ Դա խնդիր չի այստեղ համարվում։ Գերխնդիրը միմյանց հասկանալու ու լավ փոխհարաբերություններ ունենալու մեջ է։
Այստեղ նույնիսկ չամուսնացած տղամարդը կարող է ամուսնանալ մի կնոջ հետ, որը նախկինում ամուսնացել է, ամուսնալուծվել, ունի բազմաթիվ երեխաներ, նույնիսկ մի քանի անգամ տարբեր ամուսիններից դա խնդիր չի կարող համարվել, եւ նույն ձևով ընդունում են տղայի ծնողները, չեն մտածում, որ իրենց որդին ուրիշ մարդու երեխաների է մեծացնում եւ այլն։ Ահա այսպիսի տարբերություններ կան հայ-ֆրանսիական իրականության մեջ եւ անդրադառնանք 6-րդ տարբերությանը։ Հենց սա այն է, որ ուզում եմ շեշտադրել այս կետի վրա, որ մայրը կարող է թողնել երեխաներին, որ խնամքին ամուսնալուծությունից հետո աշխատանքը, նյութական միջոցներ բոլորովին կապ չունեն։ Իսկ հայ կինը 99.9%-ով երբեք չի լքի իր երեխաներին, անգամ առանց նյութական միջոցների, բնակարանային պայմանների եւ աշխատանքի բացակայության դեպքում էլ նույնիսկ իր երեխային, իր զաքուկներին ատամներով կարող է պինդ բռնել իր խնամքի, իր պաշտպանության տակ պահելու համար, պայքարել։ Եթե նույնիսկ անգամ դատարանը գտնում է, որ ինքը չունի բավարար բնակարանային պայմաններ, չունի աշխատանք, միևնույնն է կինը փորձում է երեխաներին պահել իր մոտ, կոմպենսացնելով հոր ալյումենտով, այսպես կարող եմ ասել։ Չնայած այստեղ էլ կա ալյումենտը, տղամարդիկ էլի մուծում են կանանց իրենց երեխաներին պահելու համար, բայց մեծ մասը կինը երեխաներին ուղարկում է էլի տղամարդու մոտ արձակուրդների ժամանակ, տարբեր առիթներով, ինքը ավելի քիչ կարա պահի, չնայած որ ֆինանսական կողմը ապահովում է տղամարդը։ Երբևիցե ինձ չի հանդիպել դեպք, որ կինը ալիմենտ տա տղամարդուն, որտեղ կան այստեղ իսկապես նման դիտարկումներ եւ միայնակ հայր է եւ ինքն է պահում իր երեխաներին, բայց չգիտեմ, երևի թե միայն իր ֆինանսական միջոցներով կարծում եմ թե։ Կինը երբեք իր անձը չի զոհաբերի Ֆրանսիայում հանուն ոչ մի բանի, ոչ ամուսնու, ոչ երեխաների, նույնիսկ հանուն ոչ ոքի, այսպես կարող եմ ասել։ Ֆրանսիացի կինը երբեք չի հայտնվում զոհի իրավիճակում, երբեք ինքը իրեն չի տեսնում զոհի կարգավիճակում եւ երբևիցե չի հանդուրժի նման իրավիճակը ստեղծված եւ չի հանդուրժի նման կարգավիճակը իր կյանքում։ Անմիջապես նա փոփոխություններ կկատարի։ Անկամ եթե ունենա նորածին երեխաներ, կապ չունի, հանուն երեխայի նա ոչ մի զոհողությունների չի գնա։ Այստեղ պետությունը, կառավարությունը, կնոջ երեխայի մոտ կողքին է, կան բազմաթիվ օգնություններ, պետական մասշտաբով միայնակ մայրերը ֆինանսավորվում են, բացի հոր ալյումենտից ստանում են նաև պետական ֆինանսական օգնություններ եւ նրանք իրենց անկախ են զգում ու ցանկություն չունեն կառավարելի լինել ամուսնու կողմից կամ որևիցե մեկի կողմից։ Շատերը հենց այդ կերպով էլ փորձում են ապրել, տարբեր տղամարդկանցից երեխաներ ունենալ եւ միայնակ մայր կյանքով ապրել, գոյատևել, ոչ միայն հոգալ իրենց երեխաների կարիքները, այլ նաեւ իրենց սեփական կարիքները։ Անդրադառնանք 7-րդ կետին, սիրելիներ։ Ուրեմն երեխաներին 3 տարին լրանալուց հետո պարտադիր մսուր մանկապարտեզ են ուղարկում այստեղ, չտանելու դեպքում օրենքի կողմից հետապնդելի է այդ քայլը։ Եթե ծնողներից մեկն էլ անգամ տանն է ու չի աշխատում։ Դա չի անդրադառնում երեխային սոցիալական կյանքին չնախապատրաստելուց եւ երեխայի պատասխանատվությունը սոցիալական կյանքին չներգրավելուց։ Քանի որ հոգեբաններն ու մանկաբաժները գտնում են, որ երեխան մինչ նախադպրոցական տարիքը արդեն պետք է սոցիալապես ու էմոցիոնալ կերպով պատրաստված լինի մյուս երեխաների հետ միասին հավասարապես, որպեսզի հեշտ լինի բոլորի հետ համատեղ թիմային աշխատելը ու մեկը մյուսին չխանգարի իր լաց ու կոծով։ Հակառակ պատկերը ես տեսել եմ Հայաստանում, երբ ապրում էի այնտեղ, երեխան եթե չէր ուզում գնալ մսուր մանկապարտեզ, լաց էր լինում, ծնողները խղճում թողնում էին տանը, մինչ դպրոց հաճախելը ու հետո իրենք հետը գնում էին դպրոց, մի քանի օր այնտեղ մնալով ու երեխան իրեն կարծես թե ապահով է զգում կամաց ինտեգրվում էր խմբի հետ, բայց այդպես հետ էին ընկնում պարապմունքները, դասընթացի process-ը, չէ որ մյուս երեխաներն էլ նայում են իր վարքագծին, ինչու է ինքը ծնողի հետ գալիս, իսկ իրանք ոչ։ Իսկ այստեղ նման վարքագիծը չի հանդուրժվում, երեխան մինչև դպրոց գնալը պետք է պատրաստ լինի ինքնուրույն կյանքին։ Եվ այստեղ տեղին է ավելացնել իմ 8-րդ դիտարկումը, որ
3 տարեկանից արդեն երեխաները դառնում են ինքնուրույն, ոչ թե չափահասություն են մտնում, այլ դառնում են ինքնուրույն, միտքս ճիշտ հասկացեք։ Այն իմաստով ինքնուրույն, որ ծնողը իրենց կողքին չէ, իրենք տանը չեն եւ ինքնուրույն իրենց կյանքն են վարում, թեկուզ հենց մսուր մանկապարտեզում։ Եվ այդպիսով բոլորը միասին ինտեգրվում են, ձեռք են բերում կոլեկտիվ իմունիտետ, ոչ միայն վիրուսների նկատմամբ, այլ նաև կյանքի նկատմամբ, հենց իրենց առաջին քայլերը անում են ինքնուրույն քայլերը 3 տարեկանում, դա ֆիզիկական քայլելու մասին չէ, երբ երեխան սկսում է քայլել, այլ ինքնուրույն կյանքի մասին է խոսքը, եւ շատ շուստի են դառնում 3 տարեկանից, շուստրինկի են։ Ես նկատել եմ, որ երեխաները շատ աֆերիստ են, ֆրանսիացի երեխաները չունեն այն մանկական միամտությունը, ինչը որ նկատել եմ հայ երեխաների մոտ։ Հայաստանում այլ է պատկերը, մսուր մանկապարտեզ աշխատում են չտանել ծնողները, եթե անգամ աշխատում են, թողնել տատիկների ու պապիկների մոտ, եւ այստեղից սկսվում է մուսի-պուսիները, մեծահասակները սկսում են երեխաների հետ խոսել ու շփվել իրանց լեզվով, իրանց ձայնային հնչերանգով, կիսատ-պռատ թոթովական բառերով, իսկ այստեղ Ֆրանսիայում ընդհակառակը մեծահասակները երեխաների հետ խոսում են ինչպես մեծը մեծի հետ, եւ երեխան է մղվում մեծի պես խոսել մեծի հետ։ Երբ որ լսում ես տատիկի ու թորնիկի կամ պապիկի կամ հոր ու աղջկա զրույցը, փոքրիկ բալիկների մասին է խոսքը, այնքան մեծավարի են խոսում, բառերը մինչև վերջ ճիշտ վերջավորություններով արտասանելով, ոնց որ մեծը մեծի հետ զրույց անելով, զգում ես, որ ընդհակառակը իրանք են մղվում, որ մեծի կողմից ընդունվեն, լսելի լինի իրենց խոսքը, ոչ թե հակառակը, չէ՞ որ Հայաստանում ճիշտ հակառակն է, աշխատում են երեխայի վրա շատ ուշադրություն դարձնել, երեխայի ուշադրությունը գրավել եւ այլն։ Այստեղ նույնպես շատ հայ ընտանիքներ ջանում են, փորձում են, որ չտանեն երեխաներին մսուր մանկապարտեզ, բայց դա իրենց չի հաջողվում, քանի որ օրենքով հետապնդելի է եւ իրենց պարտադրում են, որ երեխաներին 3 տարեկանից հետո տանեն մսուր մանկապարտեզ, կապ չունի աշխատում են ծնողները, թե ոչ։ Եվ ափսոսանքով ասում են, որ հետապնդելի չլիներ օրենքի կողմից, ես չի տանի երեխայիս մսուր կամ մանկապարտեզ, ինչ իմանամ այնտեղ ոնց են վերաբերվում։ Եվ փակագծերի մեջ ասեմ, որ ես ունեմ հայ ընկերուհի, որը աշխատում է ֆրանսիական մսուր մանկապարտեզում, ասում է, երբ որ երեխաները լաց են լինում, դե պուճուրիկ են պամպերսներով եւ այլն չոչանելով, մեկը մեկին կարա քաշի, խփի։ Երբ որ սկսում են լաց լինել, մեզ թույլ չի տրվում գրկել, հանգստացնել, պիտի երեխան լացի այնքան, մինչև ինքը ինքնուրույն հանգստանա։ Ասում են թողեք, ինքը լացի այնքան, մինչև հանգստանա։ Ահա այսպես։ Սա է ֆրանսիական իրականությունը։ Եվ մսուր մանկապարտեզից արդեն դուրս են գալիս այդ երեխաները ինչ որ չափով կայացած, այո, ինչ առումով, որովհետև արդեն ձեռք են բերել փորձառություն իրենց հասակակիցների հետ շփվելու։ Եվ ես, երբ լսում եմ 16 տարեկան աղջիկների զրույցը միմյանց հետ կամ թեկուզ մի ուրիշի հետ, զգում եմ ինչքան հասուն են իրանք։ 35-45 տարեկան կնոջ մտածելակերպ ու խելք ունեն, իսկ Հայաստանում ճիշտ հակառակն է, ավելի նայում ես հասուն կանայք, որ հələ դեռ անչափահասի պես են մտածում, որտեվ ժամանակին իրենց հետ ճիշտ չեն աշխատել, իրենք էլ մեղավոր չեն, դա միջավայրն է, դա ծնողների դաստիարակությունն է, ընտանիքն է, շատ բաներ կարող է ազդել նման իրավիճակի վրա։ Շրջապատի ազդակներն էլ են իհարկե շատ, որովհետև աղջիկները օրինակ մեր ժամանակ հոգեբանական ճնշումների շատ էին ենթարկվում, որովհետև բակի տղաները, դպրոցում դասարանի տղաները մանկապարտեզում ունեին գերիշխող դեր, իսկ այստեղ ճիշտ հակառակն է, ինչը կարող եմ ասել տղաների մասին ֆրանսիացի, դա մեր 9-րդ կետն է, եթե աղջիկները շատ ուժեղ են համատարած ու գերիշխող են, Ֆրանսիայում գլխավոր ֆիգուրը կինն է, ունեն գերիշխող ազդեցություն, թե ընտանիքում կինը, թե հասարակական վայրերում գլխավոր ֆիգուրն է, ուզեն թե չուզեն, այդպես է։ Տղաները շատ թույլ են, դա ոչ միայն իմ դիտարկումն է, դա կարող են հաստատել բոլոր Ֆրանսիայում ապրող մարդիկ, ոչ միայն հայեր, այլ նաև ֆրանսիացիներ, օտարազգիներ, տղամարդու դերը հասարակության մեջ այստեղ թույլ է։ Այդ ազդեցությունը չունի հզոր, ինչը որ Հայաստանում էր նախկինում, հիմա չգիտեմ ճիշտ ասած ինչպես է Հայաստանում, բայց կարծում եմ, որ կոնցեպտը, գերակշռող մասը էլի նույնն է մնացել, չհաշված բացառությունների։ Օրինակ, եկեք դիտարկենք մի օրինակ,
Առաջին քայլը աղջիկ ներկայացնում առաջարկություն անելու դեպքում։ Տղան Ֆրանսիայում կարող է շատ հավանել աղջկան ու երբեք էլ այդպես բաց ուղիղ տեքստով առաջարկություն չանի, չհամարձակվի, եթե զգա, որ փոխադարձ չեն զգացումները, տղայի վիճակը անհույս է եւ նա ընդամենը նահանջում է, հասկանալով, որ իր սերը այդպես անպատասխանել կմնա։ Իսկ Հայաստանում ճիշտ հակառակն է։ Հիմա հնարավոր է, որ աղջիկներն են էլի առաջարկություն անում, չի բացառվում, որ նաև նախկինում էլ է այդպես եղել, բայց շատ քիչ դեպքեր, բացառիկ դեպքեր։ Մեծ մասամբ տղաները իրենք են ընտրում աղջիկներին, առանց հարցնելու աղջիկը ուզում է թե չի ուզում եւ պայքար մինչեւ վերջ, անգամ եթե աղջիկը մերժում է, կապ չունի։ Եղել էին դեպքեր, շատ դեպքեր, որ փախցրել են աղջիկներին, որպեսզի աղջիկները ամոթից մնան իրենց կողքին ու հետ չվերադառնան իրենց տուն, բռնի ուժով, բռնություն գործադրելով, առևանգելով, կապ չունի։ Եղել են դեպքեր, որ այլ տղաներ երբ փորձել են մոտենան աղջկան առաջարկություն անելու նպատակով, վախեցրել են, ծեծել են, չեն էլ թողել մոտենա առաջարկություն անելով, ասելով, որ ինքը իմն է։ Եվ միգուցե դեռևս շարունակում է նման իրավիճակը Հայաստանում չի բացառվում, բայց այստեղ դա հնարավոր չի։ Այդ մասին խոսք անգամ լինել չի կարող, որ բռնի ուժով, որևիցե ճնշումներ գործադրելով, հոգեբանորեն կամ ֆիզիկական կամ թեկուզ առևանգելով աղջկան փորձեն իրենցը դարձնել, իրենց սեփականությունը եւ այդտեղից է սկսվում է հետագայում ամեն ինչը իրենց սեփականությունը համարելով չեն թողում ազատ գնա այնտեղ որտեղ ուզում է, հագնվի այնպես ինչպես ինքն է ուզում, ունենալ ընկերուհիներ, ընդհանուր ընկերներ եւ այլն, կամ մենակով տնից տեղ գնալ, չհաշված ուրիշ այլ բաներ։ Նաև խանդի տեսարանները, նաև բռնությունը, պատկերացնում եք հենց ընտանիքը, որը համարվում է ամենաապահով վայրը, կարող է կնոջ համար լինի բռնության վայր եւ նա սիստեմատիկորեն ենթարկվի բռնության, հոգեբանական ճնշման, ֆիզիկական ծեծուջարդի ու այդ ամեն ինչը ինքը հանդուրժի ասելով, որ ամոթ է։ Եթե առաջի անգամ թույլ է տալիս մարդ մի բան իրան, այսինքն փախցրելա, դու ամաչում ես, ասում ես ամոթ է, երկրորդ անգամ կխփի, կծեծի, կհայհոյի, էլի չես գնա, կմտածես ամոթ է, ու այդպես ամբողջ կյանքդ շարունակաբար ենթարկվելով բռնության, հոգեբանական ճնշման, հանդուրժելով ամեն ինչ, անելով տանը ցանկացած գործ, զբաղվելով նաև երեխաների դաստիարակությամբ, տան առևտրով, մաքրությամբ, կարգ ու կանոնով ու հանուն ինչի ծեծի ջարդի ամոթի սենց մնաս համարելով ամուսնացած կինս նման ընտանիքում, դա Ֆրանսիայում անհնարին է, անհանդուրժողական է ցանկացած բռնի արարք, հոգեբանական ցանկացած ճնշում, դա երբևիցե ոչ միայն չի ողջունվում ծնողների կողմից, հարազատների կողմից, երեխաների կողմից, անգամ օրենքով հետապնդելի է, անմիջապես կինը կդիմի ոստիկանություն եւ վախենում են կարա կինը բռնություն գործադրի տղամարդուն, ինքը խփի, ինքը հայհոյի, ինքը անպատվի, բայց տղամարդը վախենա փոխադարձ անել, քանի որ անմիջապես կզանգահարի ոստիկանություն, ճիշտ հակառակ պատկերն ենք տեսնում այստեղ, իսկապես դա այդպես է։ Իհարկե ողջունելի չի բռնության ոչ մի տեսակի դասևորում, դա լինի տղամարդու կողմից թե կնոջ, ինչպես նաև հոգեբանական ճնշման դասևորումներ, որովհետև այստեղ էլ հենց կանայք են հոգեբանորեն ճնշում իրենց տղամարդկանց, ամուսիններին, մի բան իրանց սրտով, իրանց ուզածով չեղավ, իրանք այդ տղամարդուն կհանեն դուրս ցանկացած րոպեի առանց երկմտելու, եւ կան շատ տղամարդիկ, որոնք արդեն հասուն տարիքում դարձել են միայնակ, որովհետև երեխաները մեծացել են, իրենց կյանքը ունեն, կանայք էլ իրենցից հոգնել են, ձանձրացել են եւ բաժանվել են, ամուսնալուծվել են, շատ մեծ է տոկոսային հարաբերությունը միայնակ տղամարդկանց, քան միայնակ կանանց, որտեղ կինը ավելի արագ կգտնի իրեն կողակից, ավելի շուտ կամուսնանա, դուրս կգա այդ իրավիճակից, միայնակության կարգավիճակից, քան տղամարդը։ Ահա այսպիսին է Ֆրանսիայում վիճակագրական տվյալները։ Անգամ եթե երեխաները անչափահասել լինեն ու գտնվեն մոր խնամքի տակ, դա կապ չունի, մի քանի երեխա էլ լինի, միևնույն է ինքը կարող է գտնել կողակից, ամուսնանալ, նորից նոր ընտանիք կազմել իր երեխաներով հանդերձ։
եւ կապ չունի տվյալ դեպքում դիմացի տղամարդը ամուսնացած է, ամուսնացած չէ, ընդհակառակը ինքը ավելի ուրախ կլինի, որ արդեն կամ պատրաստի երեխաներ, խնամված, մեծացրած, կայացրած եւ ինքը այլևս հավելյալ ջանքեր գրեթե չի ներդնի կամ էլ շատ քիչ։ Իսկ Հայաստանում այլ է իրողությունը, եթե ինչ-ինչ պատճառներով կինը ամուսնալուծվել է, իր երեխայի հետ է, չեմ ասում հələ երկրորդ կամ երրորդ երեխայի հետ է, դե սովորաբար տղամարդիկ են թողնում մեծ մասամբ կանանց իրենց կյանքը ուրիշի հետ դասավորելով, երբ որ կինը մնում է միայնակ մայր, հաճախ երեխայի պատճառով չի կարողանում ամուսնանալ, նոր ընտանիք կազմել, որովհետև դիմացի տղամարդը կարող է հարց դնել իր առաջ կամ ես կամ քո երեխան ընտրի, շատ դեպքերում կանայք չեն կարող պարզապես այդ ընտրության մեջ որոշում կայացնել իրենց անձնական կյանքը դասավորելու ուղղությամբ, ավելի շատ կնախընտրեն մնան իրենց երեխայի կամ երեխաների հետ միայնակ մոր կարգավիճակով։ Եվ տղամարդը իր նախկին ամուսինը ավելի շուտ ընտանիք կկազմի մեծամասամբ չամուսնացած կանանց հետ, քան ուրիշ կանանց հետ, որոնք արդեն ունեն երեխաներ, չնայած բացառություններ էլի կլինեն, այնպես չի, որ դա հնարավոր տարբերակ չէ, բայց այնուհանդերձ ես խոսում եմ մեծամասամբ իրավիճակի մասին, այնպիսին, ինչպիսին կա իրականությունը Հայաստանում կամ Ֆրանսիայում։ Միշտ էլ ամենտեղ բացառություններ եղել են բոլոր ժամանակներում, հիմա չասեք նախկինում ինտերնետ չի եղել, չեն իմացել, ոչ, բոլորն էլ լավ էլ ամեն ինչ իմացել են, որտեղ Հայաստանը փոքրիկ երկիր է, քաղաքները փոքրիկ են, բոլորն էլ բոլորի կյանքը գիտեն։ Նորից եկանք այն մտքին, որ բոլոր կանայք մեծամասամբ հանդուրժել են բռնություն, ծեծ, ջարդ, հոգեբանական ճնշումներ, չեն ամուսնալուծվել, ամուսնալուծություններ շատ չի եղել, հանդուրժել են տղամարդկան, այլն դրա համար ուրիշ հասարակություն ա եղել Հայաստանում։ Բացառիկ դեպքեր իհարկե եղել են։ Ինտերնետը չի պատճառը, որ չենք իմացել, պարզապես քիչ ա եղել, միջին վիճակագրական տվյալներով քիչ են եղել նման դեպքեր, հիմա ավելի են շատացել։ Ով ինչ ուզում է անում է, եւ ես լսել եմ, որ արդեն Հայաստանում էլ է այդպես, միգուցե այս թեման, որ ես արտարծում եմ, այդքան էլ արդիական չի, շատ բաներ փոխվել են, ես դա գիտակցում եմ, բայց ես իմ դիտարկումներն եմ կատարել, համեմատելով իմ իմացած հայկական ընտանիքների հետ եւ այստեղի ֆրանսիական մենտալիտետի հետ կապված որոշ դիտարկումներ ունեմ, այդ պատճառով կանդրադառնամ վերջին 10-րդ կետին, ֆինանսական և սոցիալական կայունություն։ Երբ զույգերը որոշումն են կայացնում արդեն համատեղ ապրելու, ամուսնանալով միմյանց հետ, արդեն նախօրոք համոզված են լինում, որ իրենց ֆինանսական և սոցիալական վիճակը նույնպես համարժեք է, այսինքն համընկնում են իրար հետ։ Եվ սա շատ ավելի կարևոր է ոչ պակաս, քան բնավորության գիծը, ընդհանուր նախասիրությունները եւ այլն, բայց սոցիալական եւ ֆինանսական վիճակը պետք է հավասարազոր լինի, երբեք կայացած տղամարդը չի ընտրի թույլ կնոջ կամ հակառակը, մանավանդ կինը չի ընտրի թույլ ավելի տղամարդու ցածր աշխատավարձով, սոցիալական ցածր դիրքով, համենայն դեպս աշխատում են ամեն մարդ իր կողմից իր մակարդակին համապատասխան զույգ ընտրել, որպեսզի չծագեն հավելյալ խնդիրներ։ Մենք հենց այստեղից էլ գիտենք, որ մեծ մասամբ խնդիրները ընտանիքներում ծագում են սոցիալական եւ ֆինանսական պատճառներով։ Եվ այստեղ Ֆրանսիայում կինը ինքնամոռաց կերպով ամուսնությունից հետո երբեք չի ներխուժում տնտեսություն, դառնալով տնային տնտեսուհի, իր առօրյա հոգսերով, ծանրաբեռնվելով։ Եթե անգամ տանն է չի աշխատում կամ դեկրետում է, դա կապ չունի։ Գործերը կիսվում են։ Ու սովորաբար ավելի հեշտ թեթև գործերը կինն է վերցնում իր վրա, իսկ երբեմն էլ իրեն բաժին ընկած հատվածը, ասենք փոշի վերցնելը կամ փոշեկուլով հատակը մաքրելը, անգամ դրա համար մարդ է վարձում, որպեսզի իր բաժնեմասը կատարի, եւ եթե հերթը հասնի արդեն ամուսնու բաժնեմասին, ենթադրենք խոհանոցի հատակը լվալու, լոգարանի եւ բաղնիքի սալահատիկները հատակը լվալու, ինչպես նաեւ խոհանոցային ծանր գործերը, նա կդադարեցնի, թույլ չի տա հաստատ, որ աշխատողը այդ գործերն էլ անի, կասի թող դա ամուսինս կգա, ինքը կվերջացնի, որովհետև բնականաբար ժամավճարով է այդ ծառայությունները։
Եվ հերթը հասավ արդեն առևտրին։ Առևտրի մենակ երբեք չի գնում կինը, շաբաթվա գնումները, ուտելիքը եւ հագուստը ամուսիններով են կատարում, սովորաբար շաբաթ օրը ընտանիքով, հաճախ երեխաներին են ներգրավում իրենց գնումները կատարելուց։ Օրինակ վերջերս խանութից դուրս գալով ես մի ընտանիքի հանդիպեցի եւ այսպիսի իրավիճակ է ստեղծված։ Իհարկե սա հաճախ հանդիպող երևույթ է եւ Ֆրանսիայում ապրող մարդիկ կհաստատեն իմ ասածը, սովորական միջին վիճակագրական ընտանիք էր, կինը, ամուսինը, տղան գնումները կատարած դուրս են եկել այդ անիվա սայլակով եւ պետք է ինչպես բոլորը իրենց գնումները տեղավորեն Բեռնախցիկում եւ այսպիսին է տեսարանակինը նստած բորչուժին ծխում էր հանգիստ, առանց շտապելու, առանց խառնվելու կամ մտահոգվելու, որը որտեղ դասավորի, որը որտեղ տնի, ամուսինը եւ տղան այդ մթերքը տեղավորում էին պայուսակների մեջ, ջոկջկելով հիգիենայի պրոդուկտները այլ պայուսակի մեջ, սնունդը մեկ այլ պայուսակի մեջ, որպեսզի հետագայում տեղադրեն Բեռնախցիկի մեջ։ Ինչ շատ մոտ էին կանգնած, ես չէի կարող նկարել իրենց։ Պարզապես, եթե համեմատենք Հայաստանի հետ, ճիշտ հակառակն է, չէ՞, կինը կսկսեր դասավորել հոգատարությամբ, խնամքով, իսկ ամուսինը կկանգներ կծխեր եւ այլն։ Ասեմ ավելին, կինը անգամ միայնակ կգնար իր գնումները կատարելու, շատ դեպքում տղամարդիկ չեն էլ խառնվում եւ անգամ հնարավոր է, որ միայնակ էլ ծանր քաշ տալով բերեր տուն, անգամ աշխատանքից հոգնած տուն գալուց հետո գնումներ կատարի, բերի տուն, երեկոյան ընթրիք պատրաստի, վաղ առավոտյան նախաճաշ պատրաստի, թողնի տանը ու դուրս գա տանից, պլյուս դրան տնային գործերը կատարի, հավաքի, լվա, դասավորի եւ այլն, երեխաների դասերը սովորացնի, միգուցե թողնիկի հետ խաղա, տանի մանկապարտեզ կամ բերի կամ իր երեխային տանի դպրոց եւ այսպիսի շատ մանրամասնություններ ու վերջում էլ հոգնած շաբաթվա վերջում, որ արդեն պետք է գա հանգստյան օրերը շաբաթ կիրակին, որ պետք է փոքրի շատ է հանգստանա, դարձյալ արդեն ավելի մեծ գործեր է անում, ամբողջ տունն է հիմնահատակ ենթադրենք մաքրում, կապիտալ ուբորտա, ինչպես մենք ենք ասում, կամ պահածոներ պատրաստում, կամ ամբողջ շաբաթվա այդ ինչ որ պետք է տանը արվի, դրվի, դասավորվի, գնումներ նորից կատարի եւ այլն, անգամ հանգստյան օրերին իրավունք չունի կինը հանգստանա, այդպես է ստացվում։ Հայաստանի մասին է խոսքը։ Հայաստանում հոգսաշատ է կյանքը իր հերթին, դա մի կողմից, կանայք էլ շատ անձնազոհ են, այդ աստիճանի անձնազոհությունը երբեք չի գնահատվում, երբեք։ Իհարկե շատ կարևոր է ընտանիքի անդամներին խնամել, հոգ տանել, բայց ուր է մնում ժամանակ քեզ համար, որտեղ է մնում այդ ժամանակը քեզ համար, որ փոքրի շատ է հատկացնես քեզ, քո խնամքի համար, քո հանգստի համար, քո վերականգնման համար, չէ՞ որ դու էլ քո ընտանիքին ես իր հերթին պետք, չէ՞, քո երեխաներին առողջ մայր, քո ամուսնուն ջահել բարիկեցիկ կին, քո թորնիկներին ասենք առողջ տատիկ եւ այլն։ Բոլորի մասին մտածելուց առաջ նախ պետք է մտածես ինքդ քո մասին, ես սա նկատի ունեմ, ես բնավ դեմ չեմ մեր հայկական մենտալիտետին, որ պետք է կինը հոգ տանի իր տան անդամներին, բայց այս ամենը պետք է լինի փոխադարձ, ես կողմնակից եմ փոխադարձ հարգանքին, սիրուն, վստահությանը եւ ուշադրությանը, ամենակարևորը վերաբերմունքն է։ Նկատել եք, որ հայ կնոջը մի հատ ջերմ խոսք ասես կամ գովես իր արածի համար, ինչքան թևեր կառնի, չէ, կթռնի օթերով, երկնքով, ամբողջ աշխարհը իրանը կլինի։ Այստեղ են, չէ, ասում կինը սիրում է ականջներով, տղամարդիկ աչքերով, սա կարծես հենց հայ կանանց համար ասված լինի, հայ իրականության համար ավելի ճիշտ։ Ինչևէ, այսպիսին է կյանքը, սելավի կասեց ֆրանսիացին։ Մենք համեմատեցինք 10 կարևոր դիտարկումներ, եզրակացություններ կատարեցինք ամեն մեկս մեր համար, միգուցե նաև վերանայումներ կանենք, անձնաքննություն եւ կփորձենք մտածել, թե որն է ճիշտ, ինչպիսի պահվածքը, ինչպիսի վերաբերմունքը,
գոնե 50-50, հա, ինչքան մեր հարազատներին, մեր սիրելիներին, մի այդքան էլ մեզ էլ պետք է տրամադրենք այդ հոգատարությունը, ժամանակը, սերը, քնքշությունը, բարությունը, եթե մենք մեզ չսիրենք, չհարգենք, մեզ հետ լավ չվերաբերվենք, ուրիշը երբեք դա չի անի, հաստատ, նենց կտրորեն ու կանցնեն, թեկուզ գիտակցաբար, թեկուզ անգիտակցորեն, դա կապ չունի, պարզապես մարդիկ մեզ ընկալում են այնպես, ինչպես մենք ինքներս ենք մեզ ընկալում, եթե դու թույլ չտաս, երբեք դիմացինդ ավելին դա չի անի, հենց այստեղ այդ կանոնները, անձնական սահմանները, որ պահպանում են թեկուզ ամուսինները իրար միջև կամ ծնող երեխա հարաբերությունը կամ տատիկ-պապիկ թողնիկ փոխհարաբերությունները, սահմաններ կա, դա այստեղ ինձ դուր է գալիս, որ երբեք ավելին չպետք է գնաս ու ոչ էլ թույլ տաս քո անձի հանդեպ, ամեն մարդ իրավունք ունի իր անձնական տիրույթը ունենալու, սա իմ դիտարկումն է, իմ եզրակացությունը, որ դա է ճիշտ ձևը, ես չեմ քննադատում ոչ հայկական իրականությունը, ոչ ֆրանսիական, պարզապես պետք է ձեռք բերել ոսկե միջինը և փոխադարձ համագործակցության և ընկերության բարեկամության արդյունքում կլինի այն կատարյալը, այն ոսկե միջինի վրա կարող է կառուցվել կատարյալը այնքանով, որ ոչ մեկի չխանգարի, չվնասի, այլ մեկը մյուսի հանդեպ լինի հանդուրժողական ու պահպանողական, սա շատ կարևոր կետ է, որ ես եկել եմ այս եզրահանգման և մեկնաբանություններում թողեք նաև ձեր կարծիքը, ինչ եք մտածում դուք այս հարցերի վերաբերյալ, իսկ նրանք, ովքեր նոր են միացել իմ ալիքին, չմոռանաք բաժանորդագրվեք, սեղմեք զանգակոճակը ու լայքեք, կհանդիպենք շատ շուտով, հետաքրքիրը դեռևս առջևում է, ցտեսություն, մինչ նոր հանդիպում սիրելիներ, մնացեք ինձ հետ, ձեզ հետ, ինչպես միշտ Լուսինեն է Ֆրանսիայից։